եւ այս բաժինը գիտեք կոչվում է ինչ կպատասխանեիր, եւ մենք ուսումնասիրում ենք Տեր Հիսուսի տված հարցերը։ Ահա 28-րդ հարցը, որին անդրադարձել եմ, այսպես է հնչում. այդ երկուսից ով որ կամքը կատարեց։ Եթե հիշում եք, այս հարցը Տերը տալիս է մի առակի մեջ, որ պատմում է Մատթեոս ավետարան 21-րդ գլխում, ընթերցենք 28-ից 31 հատվածը։ Անմիջապես առակին անցնեմ, բայց դուք ինչ եք կարծում, մի մարդ երկու որդի ուներ, նա եկավ եւ առաջինին ասաց. «Որդի, այսօր գնա իմ այգում աշխատիր», իսկ նա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում», բայց հետո զղջաց ու գնաց մյուսի մոտ եւ նույնն ասաց, նա էլ պատասխանեց ու ասաց. «Կգնամ, Տեր», եւ չգնաց։ Այդ երկուսից ով որ կամքը կատարեց։ Ահա հարցը։ Այդ երկուսից ով որ կամքը կատարեց։ Ինչ կպատասխանեիք, բնականաբար շատ հեշտ հարց է սա, եւ պատասխանը գրված է շարունակության մեջ, նրան ասացին առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն երկնքի արքայություն», եւ հաջորդ առակներն էլ որ պատմում էր այն մարդկանց, խոսում էր այն մարդկանց, որոնք այս որդիներն էին։ Մի մասը հավաքվածների լսում էր հոր խոսքերը, հոր հանձնարարությունը, ապրիր այս կյանքով, ապրիր իմ որդու ուսուցանածով։ Եվ լսում էին, ասում էին այո, ու չէին անում։ Մյուս մասը գուցե ասում էին չէ, դժվար է, բայց հետո փոշմանում էին եւ ապրում էին այդպես։ Եվ հարցը հետեւյալն է, եւ մեր այսօրվա ուսուցման վերնագիրը այդ երկուսից ով հոր կամքը կատարեց։ Գիտեք, մեր շրջապատի մարդկանց եւ ողջ մարդկության մեծագույն խնդիրը շուրթերով Աստծուն պաշտելն է։ Ինչու շուրթերով։ Շուրթերով պաշտելը սխալ չի, բայց եթե կարդանք Տեր Հիսուսի խոսքերը Մատթեոս ավետարան 15-րդ գլխի 8-9 խոսքերում, ասում է այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել։ Սա Տերը մեջբերում էր կատարում Եսայայի մարգարեության գրքից եւ շարունակության մեջ ասում է զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ։ Գիտեք, ամեն ինչ գալիս է մեր հավատքից, ինչին ենք մենք հավատում։ Մարդը պիտի մի բանի հավատա եւ ինքը երբ որ մարդը չի ուզում, լավ գանք այն մյուս տղային, որ այն առաջինը որ ասեց չեմ ուզում, հա, որն էր առաջինը ասեց չեմ ուզում, բայց հետո զղջաց եւ գնաց, երկրորդը ասեց կգնամ եւ չգնաց։ Հիմա որն էր որ շուրթերով էր պաշտում։ Իհարկե, այն որ հայրը լսեց։ Գիտեք ինչքան մարդ է այսօր ասում Տեր Հիսուս։ Արդեն ժողովրդի մեջ սովորություն է դարձել, որ հարցնում ես ինչպես են, առաջ մենակ հավատացյալներն են այդպես պատասխանում, հիմա շատերը ոչ հավատացյալ մարդիկ ասում են փառք Տիրոջը։ Սովորություն է դարձել, այսինքն մենք իրան Տեր ենք ընդունում։ Բայց հետո երբ որ գալիս է իր պատվիրաններով ապրելու պահանջը, մարդիկ ասում են ով կարա իր պատվիրաններով ապրի։ Ով կարա այդ գործը անի, որ հայրը հանձնարարում է։ Հայրը մեզանից նենց կյանք է պահանջում, որ մենք չենք կարա ապրենք։ Եվ Տեր Հիսուսը ասում էր այս մարդիկ հավատում են նրան, ինչ որ մարդիկ են ուսուցանում, եւ չեն հավատում նրան, ինչ որ Աստված է ուսուցանում։ Ինչ եք կարծում, բարի Աստված մարդուց կպահանջի մի բան, որը անհնարին է։ Ինչ եք կարծում։ Հայրը որդուն կուղարկի այգի մի գործ անելու, որը որդու ուժերից վեր է։ Ոչ։ Տեր Հիսուսը երկնային հորը
համեմատում էր եւ ասում էր ձեր երկրային հայրերը ձեզ բարի կանել գիտեն, բայց որքան առավել երկնային հայրը գիտի մեր կազմվածքը, գիտի մեր ուժը, գիտի մեր ունակությունները, գիտի եւ ասում է քեզ թույլ չեմ տա քո ուժից վեր փորձվես։ Հավատում ես դու իր խոսքին։ Ես չգիտեմ այսօր ինչն է, որ դու պիտի լսես ու կատարես, բայց Տերը ասում է թույլ չեմ տա քո ուժից վեր փորձություն գա քո կյանք եկած փորձությունները ես վերահսկում եմ, ինչպես են հայրը, որ իր ասենք փոքրահասակ զավակին իր հետ տղա լինի, աղջիկ լինի, տանում է իր հետ ինչ-որ գործի օգնելու եւ տեսնում է գնացել է մի ծանր բան, որ վերցնի իր ողնաշարն է վնասելու, թույլ կտա հայրը, իհարկե թույլ չի տա։ Նույնն էլ մեր հայրը, մինչև մեզ չզորացնի, մեզանից ոչինչ չի պահանջում։ Երբ որ քո մտքում կա ինչ-որ բան, դու գիտես, որ Աստված այսպես է ուզում ու դեռ չես անում, իմացի, եթե հաստատ գիտես, որ Աստված ուզում է դա, Աստված նաև ուժ է տալիս դրա համար։ Աստված քեզ հետ է, որ քեզ զորացնի։ Մարդկանց կողմից հորինված պատվիրանները նրանք են, որ սովորեցնում են անհնարին է Քրիստոսի ասածով ապրել։ Չհավատակ մարդկանց կողմից հորինված պատվիրաններին կամ հավատքի կյանքը ներկայացնում են որպես այդպես տարօրինակ մի բան, մենք ու հավատացյալ չենք, որ հավատքի կյանքով ապրենք, իսկ ի՞նչ է հավատքի կյանքը։ Ինչի պիտի հավատի, իհարկե կան տարօրինակ հավատացյալներ, որոնք իրանց ապրած կյանքով գայթակղություն են մյուսների համար, բայց իրական հավատքի կյանքը դա Քրիստոսի ուսուցումները քո կյանքում կիրառելն է։ Ես միշտ ասում եմ, ոչ թե իմ ուսուցումները, ես ամենահաջողված հովիվը կլինեմ, որ դուք ոչ թե իմ ուսուցումները ձեր կյանքում կիրառեք, այլ Քրիստոսի ուսուցումները կիրառեք ձեր կյանքում։ Եթե ինչ-որ մեկ ուզում է հավատքի կյանքով ապրի, այս եկեղեցու ու այն եկեղեցու, այս հովիվի ու այն քարոզիչի ասածով չպիտի ապրի։ Պիտի վերցնի Աստվածաշունչը, կարդա, երբ որ չհասկանա, իհարկե իրան օգնեն հասկանալու հարցում, բայց պիտի ապրի ըստ Քրիստոսի ուսուցումների, եւ Քրիստոսի ուսուցումները շատ պարզ են։ Դրանք են վարդապետական խորությունները չեն, որ մեկը ասում է, չգիտեմ, հափշտակությունը երբ է լինելու կամ աստվածաբանական խորը, ասենք, մարդուն ազատ կամքա տվել, թե ամեն ինչ նախասահմանված է։ Քրիստոսի ուսուցումները շատ պարզ են, վարդապետական, այսպես բանավեճերի առիթ չկա։ Անօրենությունից, անիրավությունից, մեղքից հեռացիր։ Դու գիտես ինչն է մեղք քո կյանքում։ Մի արա։ Դու գիտես ինչն է, որ իմ կամքով չի։ Քեզ վատ վերաբերվողին լավ վերաբերվիր, ներիր, են մարդունում դժվար է ներել, ես քեզ ուժ կտամ, բարի քարա, բարիով հաղթի չարին։ Եվ այսպիսի ուսուցումներ, որոնք կյանքի բնավորության վարքագծի ուսուցումներ են։ Ահա հավատքի կյանքը, դարձիր իմ աշակերտը, սովորիր իմ կամքը, գիտությամբ լցվիր եւ կիրառիր դրանք քո կյանքում։ Բայց մարդիկ ուրիշ բաներ են սովորացնում։ Ավելի շատ ծես, ավելի շատ արտաքին հավատքի դրսևորում, քան թե ներքին փոփոխություն։ Եվ ահա Տեր Հիսուսը ասում էր, այս մարդիկ շուրթերով ինձ են պաշտում, շուրթերով ասում են, դու մեր Տերն ես, մենք քրիստոնյա ենք, դու մեր երկրի Տերն ես։ Բայց իրանց սիրտը ինձանից հեռացել է։ Սա այս որ ընդհանուր եմ ասում, համաձայնվում ենք, բայց գանք մասնավոր մեզ մարդկության մեծագույն խնդիրը ապստամբությունն է Աստծու դեմ։ Գիտեք այդ ապստամբությունը ոնց է կոչվում։ Մենք հավատում ենք քեզ, բայց ապրելու ենք նենց, ոնց որ մենք ենք ճիշտ գտնում։ Ահա մեծագույն ապստամբությունը։
Ես ուզում եմ գոնե եկեղեցում այս ապստամբությունը վերանա։ Գիտեք, ապստամբությունը երբ է վերանում, որ զենքերը վայր ենք դնում, որ հանձնվում ենք Աստծու առաջ։ Ղուկասի ավետարան 6-րդ գլուխ 46-ից 49 խոսքերը։ Տեր Հիսուսն էր ասում. «Ինչու եք ինձ Տեր, Տեր կանչում, բայց չեք անում այն, ինչ ձեզ պատվիրում եմ»։ Ինձ համար այս հարցը ամենապարզ հարցերից մեկն է։ Մանկապարտեզի երեխային կանգնեցնես, ասես կբացատրես ինչ է ասում Տերը, ինքը կբացատրի։ Ինչու եք ինձ Տեր ասում, բայց չեք անում այն, ինչ ձեզ պատվիրում եմ։ Ամեն ոք, ով ինձ մոտ է գալիս ու իմ խոսքերը լսում եւ դրանք կատարում, լսել եւ կատարել։ Ցույց տամ ձեզ, թե ում է նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց, խորացրեց, հիմքը ժայռի վրա դրեց։ Եվ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։ Բայց նա, ով լսում է եւ չի կատարում, նման է մի մարդու, որ տուն է կառուցում հողի վրա, առանց հիմքի։ Շինարարներ կան մեր մեջ։ Ինչ կլինի, եթե առանց հիմքի տուն կառուցեք հողի վրա։ Ինչ կլինի։ Այդպես մարդու կյանքն է, որ Քրիստոսի խոսքերը լսում է եւ չի կատարում։ 1 տարի, 2 տարի, գուցե դիմանա, բայց հետո կործանվելու է։ Եվ գրված է, որ կործանումը նման մարդու շատ մեծ է լինելու։ Եվ մեզ Տերը սիրում է այնքան, որ այսօր զգուշացնում է, ասում է, որ տղան ես դու, կամ ինչ կպատասխանես այս հարցին, այդ երկուսից ով որ կամքը կատարեց, ով շուրթերով փառաբանում էր, գովաբանում էր, թե ով կատարեց այն, ինչ որ հանձնարարեց Տերը։ Երկու տեսակի մարդիկ։ Եվ այս երկու տեսակի մարդիկ առանձնանում են իրարից, հիշում եք, երկուսն էլ լսում են Աստծո խոսքը, բայց իրենց առանձնացնում է Աստծո խոսքի հանդեպ վերաբերմունքը։ Դու որ լսեցիր, ինչ վերաբերմունք ունեցար։ Լսեցիր, հասկացար, որ քո կյանքում ինչ-որ բան պիտի փոխվի։ Ինչ արեցիր։ Կատարեցիր, թե մեր հայկական ընդունված ձևով ինչ ենք ասում, գցեցիր ականջի հետև։ Ես չգիտեմ ինչ է նշանակում այդ ականջի հետև գցելը, բայց գիտենք, հա, անտեսելն է, բայց շատ հետաքրքիր խոսք է դա։ Երկու տեսակի մարդիկ։ Տեր Հիսուսն ասում էր Մատթեոս ավետարան 7:21-ում ասում էր, էլի այս երկու տեսակի մարդկանց ենք տեսնում, ասում էր ինձ Տեր, Տեր ասողը չի մտնելու երկնքի արքայություն, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Ով է մտնելու, կատարողը։ Մենք գիտենք, որ փրկությունը հավատքով է, բայց կա կենթանի հավատք, որը ամրապնդվում է հնազանդությամբ, գործերով, ոչ թե այն գործերով, բարեգործություններով, չէ, հավատքի գործերով։ Զաքեոսը, որ ապաշխարեց, ասեց, ում զրկել եմ, քառապատիկ հատուցելու եմ։ Եվ Տեր Հիսուսը տեսավ այդ որոշումը, որ փոխվում է այս մարդու կյանքը, ինքը պատրաստ է կուտակողից դարձել է տվող, դարձել է օգնող, մտածում է մյուսների մասին եւ ասեց իրապես այսօր այս տանը փրկություն եղավ։ Փրկություն եղավ։ Մեկ մեղավորի համար, մեկ մեղավորի ապաշխարության համար երկնքում գրած է մեծ ուրախություն ալինում հրեշտակների առաջ։ Ուրեմն երկու տեսակի մարդիկ, Տեր ասողները եւ Տիրոջ կամքը կատարողները, որ խմբում ենք մենք։ Ինչ կպատասխանեիր Տեր Հիսուսի այս հարցին։ Կա քո կյանքում մեղք, որի դեմ դու չես պայքարում։
Ես չեմ ասում կա քո կյանքում մեղք, որովհետև Աստվածաշունչը ասում է, եթե կգտնվի մի մարդ, որ կասի իմ կյանքում ոչ մի մեղք չկա, ինքը ստախոս է։ Եվ Աստծուն էլ ստախոս է դարձնում։ Առաջի Հովանու առաջին գլուխն ասա։ Հիմա հարցս լսեք ուշադիր։ Կա քո կյանքում մեղք, որի դեմ դու չես պայքարում, որից ազատվել չես ցանկանում, որը քեզ թանկ է։ Մատթեոսի 3:2-ում Հովանես Մկրտիչը քարոզում էր ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Հետո գրած է, որ Տեր Հիսուսը սկսեց քարոզել։ Հաջորդ գլխում է գրված 4-րդ գլխում։ Մատթեոսի 4:17-ում գրված է, որ Տեր Հիսուսը սկսեց քարոզել։ Գիտեք ինչ էր քարոզում։ Ոչ մի բառ, ոչ մի տառ չի տարբերվում Հովանեսի քարոզությունից։ Գրված է, քարոզում էր ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Այսօր ես եմ ուզում մեզ բոլորիս ասել. եթե մեր կյանքում մենք տեսնում ենք բնավորության գծեր, թաքուն, խավար բաներ, որ չենք ուզի գա լույսին, կամաչենք, որ գա լույսին, եւ չենք պայքարում, մենք շուրթերով Տիրոջ պաշտողներն ենք։ Եվ մեր տունը առանց հիմքի է։ Բայց Տերը այնքան է սիրում մեզ, որ ինքը որ եկավ անգամ այդ ամենամեղավորներին չէր դատապարտում։ Ինքը ասում էր, Պետրոս առաքյալն է ասում, Աստված դատաստանը չի ուշացնում, այլ համբերում է, որ բոլորը ապաշխարության գան։ Հնարավորություն է տալիս ապաշխարության։ Եվ եթե այսօր քո կյանքում կա մեղք, որը դու արդեն հասկացար, որ շուրթերով իրան պաշտում ես, բայց քո կյանքում կա բան, որ դու ավելի ես սիրում, քան Տիրոջը։ Ընտղեն ինչ է ասեց, կգնամ ու չգնաց։ Հայրը ասում էր, արի ինձ օգնի, օգնելու բան կա։ Ինչի, որովհետև ինքը իր հանգիստը, իր հարմարավետությունը, իրեք մեղքի դեմ պայքարը, այդքան հեշտ բան չի։ Աստվածաշնչում գրված արյուն թափելու չափ։ Տեսել եք ոնց են, ասենք բռնցքամարտիկները արյուն թափելու չափ պայքարում։ Այդտենց մի բան է մեղքի դեմ պայքարել է։ Եթե մտածում եք հեշտ, սենց մի վարքյան, սենց կանեմ կգնա մեղքը։ Փորձի ու արյուն թափելու չափ պիտի պայքարես, եւ դա հեշտ չի։ Ինչքան որ երիտասարդ տղաների համար հորը օգնելը այգում դժվար է, մի անգամ հավեսի համար կարելի է, մանավանդ որ քաղաքից գնացել ես գյուղում երկար ժամանակ չես եղել, բայց երբ որ դու գյուղում ես ապրում, եւ դա հավեսի համար չի, այլ օգնությունը պետք է, դա քեզ պիտի ստիպես, որ գնաս անես, որովհետև սիրում ես քո հորը։ Եվ Տեր Հիսուսը ասում էր, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Ես ձեզ այնքան եմ սիրում, որ իմ կյանքն եմ դրել հանուն ձեզ, որ դուք հավիտենական կյանք ունենաք։ Եթե դուք էլ ինձ եք սիրում, ուղղակի իմ պատվիրանները պահեք։ Ապաշխարեք, մոտեցել է երկնքի արքայությունը։ Ապաշխարենք, սիրելիներ։ Ես ուզում եմ լրջորեն մտածենք սրա մասին։ Կա իմ կյանքում մի բան, որ ես հաստատ գիտեմ, որ Տիրոջը դուր չի գալիս, եւ դրա դեմ չեմ պայքարում։ Եթե կա, այսօր ապաշխարության օրն է։ Եվ շատ հանգիստ կարաք հայտնաբերեք, դե կարող է կա, բայց չգիտեմ դա Աստծուն դուր կգա թե ոչ։ Շատ լավ, փորձի մտքով բերես լույսին։ Լույսին բերելը հետևյալն է։ Իսկ եթե հիմա իմ շրջապատում իմանան մարդիկ դրա մասին, ես կամաչեմ, կուզեմ դա թաքուն մնա։ Եթե կա այդպիսի բան, եւ դու դրա դեմ չես պայքարում, այսօր ապաշխարության օրն է։ Երկու որդի, երկու վերաբերմունք, ապաշխարեք,
մոտեցել է երկնքի արքայությունը։ Եվ մենք պիտի քարոզենք սա։ Եվ մենք պիտի քարոզենք ապաշխարություն, որովհետև առանց ապաշխարության չկա մեղքերի թողություն։ Առանց ապաշխարության չկա մեղքերի ներում։ Բայց երբ որ դու այստեղ փոխում ես քո մտածելակերպը եւ ասում ես ես չեմ սիրելու մեղքը, ես իմ կյանքից հեռացնելու եմ, իմացի որ այդ պահին քո հոգևոր հանդերձները սպիտակում են։ Եվ Քրիստոսի արյունը գրված է խոստովանեք ձեր մեղքերը եւ լույսի մեջ բերեք, նրա առաջ տարեք։ Եվ Քրիստոսի արյունը սրբում է ձեզ ամեն անիրավությունից։ Եվ Քրիստոսի արյունը սրբում է։ Եվ չկա այդպիսի մի մեղք, Եսայիա մարգարեի մի համեմատություն է անում, որ ինձ տպավորել է, սա էլ ասեմ ու կանգնենք աղոթքի։ Աստված է խոսում մարգարեի միջոցով, այսինքն մարգարեն գրի է առել Աստծու խոսքերը ուղված մարդկանց, ասում է եկեք վիճաբանենք։ Եկեք վիճաբանենք։ Եթե քո մեղքերը կրկնակի կարմիր լինեն, որթան կարմիրը, այդ մենք գիտենք այդ միջատներից այդ մուգ կարմիր գույնը, որը շատ դժվար է անցնում։ Եթե քո մեղքերը այդպիսի մուգ կրկնակի թունդ որթան կարմիր լինեն, ես վիճակի եմ դա ձյունից էլ սպիտակ անելու։ Միայն հնազանդվեք, միայն ապաշխարեք, միայն շուրթերով ինձ մի պաշտեք, այլ ձեր սիրտը թող իմը լինի։ Եվ Աստված օգնական կլինի մեզ։ Եկեք պատասխանենք այսօր այդ հարցին, այդ երկուսից ով որ կամքը կատարեց։ Ոչ թե շուրթերով ասողը, այլ այն, որ թեև շուրթերով չասեցել, բայց հետո զղջաց եւ գնաց հոր կամքը կատարելու։ Եկեք հոր կամքը կատարողներ լինենք։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար եւ քո հարցերի համար, որ այսօր ուղիղ կերպով մենք ընդունում ենք որպես մեզ ուղված հարցեր։ Իհարկե փարիսեցիները բարկացան այս հարցից, որովհետեւ իրենց պատասխանով ծուղակը գցեցին իրենց եւ հասկացան, որ իրենք են այդ որդիները, որ շուրթերով պատվում են Աստծուն, բայց իրենց սիրտը հեռացած է, որովհետև հավատացել են մարդկանց սովորեցրած պատվիրաններին, այլ ոչ թե քո։ Դու բարի եւ ողորմած Տեր, օգնիր մեզանից ամեն մեկին, որ խորը ապաշխարություն ունենանք մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում, որտեղ որ կան բաներ, որ քեզ հաճելի չեն։ Այո, մենք ապաշխարել ենք եւ աշխարհից շրջվել ենք դեպի քեզ եւ քո աշակերտներն ենք, բայց եթե կան քո աշակերտների կյանքում բաներ, որ դեռ մեր պատկերացրածով ենք անում, այլ ոչ թե քո կամքով, այսօր քո հոգով լուսավորիր դրանք եւ թող մեր կյանքից հեռանան այդ մեղքերը եւ մենք սրբությամբ պաշտենք քեզ Տեր եւ մեր ամեն աղոթքը եւ գովաբանությունը ընդունելի լինի քեզ։ Աղոթում ենք, որ իրական ապաշխարություն գա քո անունը սրտանց կանչող քո զավակների կյանքում եւ թող քո շնորհն ու ողորմությունը առատ լինեն եւ քո հոգին զորացնի ամեն մեղքի դեմ պատերազմի մեջ, որպեսզի հաղթական քո անունը փառավորող ավարտ ունենա այդ պատերազմը։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։